Բացառիկ կոնֆերանս է Երևանում։ Այդ երկրից հրավիրված փորձառու մասնագետը, օստեոպաթիայի դասախոս, վիրահատական եւ ձեռքի թերապիայի մասնագետ, գիտական ու պրակտիկ մոտեցումներով հայտնի Հայազգի Տիգրան Մակիչյանը տեսական ու պրակտիկ տարբերակով ներկայացնում է, թե ինչ հրաշքներ կարող է գործել օստեոպաթիան։ Մասնագետը նշում է, սա պարզապես բուժման մեթոդ չէ, այլ մարդու առողջության նկատմամբ ամբողջական մոտեցում։ Օստեոպաթիան բուժում է ամբողջ մարմինը։ Մեջքի ցավեր, գլխացավեր, տագնապ, անհանգստություն, անքնություն, երեխաների մոտ սկոլիոզ, հարթաթաթություն, կեցվածքի խանգարումներ ու բազմաթիվ այլ հիվանդություններ են բուժում օստեոպատները։ Օրինակ, հղիությունը հաճախ ուղեկցվում է տարբեր ցավերով, իսկ դեղ ընդունելն արգելված է։ Օստեոպաթը շատ նուրբ տեխնիկայով աշխատում է կոնքի գոտկատեղի հետ։ Հղիությունն ավելի հեշտ է ընթանում, իսկ ծննդաբերությունն ավելի թեթև։ Ինչպես ասում էր իմ պրոֆեսորը, օստեոպաթի նպատակը մարդուն ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցելն է։ Նա աշխատում է երեխաների հետ դեռ նորածնային շրջանում, 31 օրականից սկսած մինչև խորձերություն։ Շատ կարևոր են վաղ եւ պարբերական այցերը։ Եթե օստեոպաթը խնդիրները նկատում է սկզբնական փուլում եւ սկսում է աշխատել, հետագայում հնարավոր է խուսափել խնդիրներից։ Դա վերաբերում է դպրոցական սկոլիոզներին, կուզությանը, որոնք այսօր շատ տարածված են։ Երբեք ուշ չէ սկսել բուժումը։ Ես ունեմ 80 տարեկան առաջին այցով եկող հիվանդներ եւ նույնիսկ այն դեպքում, երբ 20 տարի շարունակ մեջքն է ցավել։ Միևնույն է, հնարավոր է հասնել ախտանիշների նվազման եւ կյանքի որակի բարելավման։ Բուժական վերականգնողական մերսումը եւ ժամանակակից բժշկությունը թեմայով կոնֆերանսը կազմակերպել է Միլանա Սպա կենտրոնը, որը եզակիներից է Հայաստանում, որ առողջապահության նախարարության կողմից ստացել է լիցենզիա բուժական, թերապևտիկ ու վերականգնողական պրոցեդուրաներ կատարելու համար։ Որպեսզի կարողանային հանրությանը բացատրել, թե իրականում մեր Սպա կենտրոնը իրենից ինչ է ներկայացնում, այդ պատճառով մենք որոշեցինք, որ կատարել որոշակի ֆորմատային փոփոխություն, այսինքն մենք որդեգրել ենք հետևյալ առաքելությունը 2 ամիս մեկ հրավիրել դրսից հատուկ մասնագետներ, ովքեր իրենց փորձի փոխանակմամբ կարող են օժանդակել մեր աշխատանքի բարելավմանը, ինչով ոչ նաև մեր հայ բժիշկների հետ կատարել փորձի փոխանակում։ Միլանա Սպա կենտրոնի հիմնադիր տնօրենը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մասնագետների գրագիտությանը։ Պրոֆեսիոնալ ու արդյունավետ աշխատանքի համար նրանք պարբերաբար վերապատրաստվում են։ Այս կոնֆերանսը եւս նման հնարավորություն է։ Մեր համար դա շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ մենք գործ ունենք մարդու մարմնի հետ, ինչքան էլ որ ասում ենք սպա, անկախ ամեն ինչից մենք մերսումների միջոցով անգամ առնչվում ենք մի շարք լուրջ խնդիրների, որոնց թվում կարող է լինել նաև որոշակի գոյացություններ, կարող է առաջանալ նաև որոշակի տրոմբային իրավիճակներ, որը որ մերսման միջոցով կարող է անգամ մարդու կյանք խլել։ Այդ պատճառով մենք շատ ուշադիր ու շատ զգուշ ենք վերաբերվում ոլորտին եւ դա կոնկրետ իմ համար, իմ սեփական սկզբունքն է ցանկացած աշխատանքի մեջ ունենալ հզոր թիմ, ովքեր որ գրագետ են եւ ըստ դրա շարժվել արդեն առաջ։ Սա լուսաբանում է ոչ միայն օստեոպաթիան, այլ նաև նոր մեթոդների, որտեղ կան շատ մեթոդներ, որ միգուցե մենք չգիտենք, բայց նրանք աշխատում են եւ կան եւ իրավունք ունեն լինելու բնական բոլոր միջոցները։ Բժշկության մյուս թևերի հետ կարելի է ինտեգրատիվ աշխատել, լրացնելով մեկը մյուսին, օգնելով մեկը մյուսին։ Նպատակը որն է՝ մարդուն վերադարձնել իր առողջությունը, ծարգել ներդաշնակ մարմնի, հոգու եւ բանականության միջեւ։ Օստեոպաթիայի նպատակը սա է։ Զարգացած երկրներում օստեոպաթիան արդեն լայնորեն կիրառվում է ժամանակակից բժշկության մեջ, մինչդեռ Հայաստանում այն նոր է զարգանում, նշում է Միլանա Սպա կենտրոնի բժիշկ օստեոպաթը։ Օստեոպաթիան նոր է եւ ինֆորմացիայի պակասն որ շատ անգամ չեն իմանում։ Մենք բժիշկները կարող չգիտեն։ Ասեմ, որ առողջներն էլ է, որպես պրոֆիլակտիկա, որովհետեւ մեկս երաշխիք չունեն, որ կյանքում, ասենք, որևէ գործոններ չեն ազդում, դա կլինի ֆիզիկական, թե պսիխոէմոցիոնալ, ամեն ինչ կուտակվում է մարմնում։ Իսկ պրոֆիլակտիկայի կերպով արդեն դա ազատագրում է, չպետք է սպասենք, որ դանակը հասնի ոսկորը, նոր դիմենք բժշկին։ Medical massage therapists, there are a lot of Բժշկական մերսումները մարդու օրգանիզմի համար ունեն բազմաթիվ դրական ազդեցություններ։ Բարելավում են արյան շրջանառությունը, թուլացնում ամբողջ մարմնի մկանային լարվածությունը, աջակցում ավշային համակարգի աշխատանքին։ Ու երբ համագործակցում ենք ֆիզիոթերապևտի, օստեոպաթ բժշկի հետ, արդյունքը շատ ավելի լավն է լինում։ Հայաստանում այս համագործակցության օղակը հաճախ բացակայում է, մինչդեռ շատ կարևոր է, որ կարողանանք միավորել ուժերը, որովհետև երբ օստեոպաթ բժիշկը կատարում է գնահատում եւ բուժում, պետք է գործընթացին միանա նաեւ մերսող թերապևտը։ Կոնֆերանսին մասնակցում էին տարբեր ոլորտների փորձառու բժիշկներ եւ այլ մասնագետներ։ Բժշկության մեջ շատ կարևոր է սիներգիզմը աշխատանքի, պսիխոթերապևտների, օստեոպաթների,
բժիշկների, ասեղնաբուժերի շատ լավ ռեզուլտատներ կան, արդեն գնահատված բժշկության մեջ, որ դա սիներգիկ աշխատանքը բերում է հրաշալի արդյունքի։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում նմանատիպ մասնագետ, որը իսկապես խորացած է, լիցենզավորված է եւ աշխատում է հենց այդ ասպարեզում ոչ թե սիրողական իբրես բժիշկ կամ ընդհանրապես առած բժշկության կրթության ինչ-որ մասնագետ, եւ միգուցե այո, այդ կուլտուրան էլ կգա մեր բժշկություն եւ շատ լավ արդյունք ունենանք մեր հիվանդների հետ։ Կոնֆերանսին ներկա մասնագետները շեշտում են, չափազանց կարևոր է դիմել բժշկի, որովհետև ոչ պրոֆեսիոնալը օգնելու փոխարեն կարող է օրգանիզմին անդառնալի վնաս հասցնել։ Ռուսաստանում օրինակ խիստ արգելված է, որ օստեոպատը բժիշկ չլինի։ Օստեոպատ դառնալու համար պետք է ստանալ բժշկական բարձրագույն կրթություն։ Սա առանձին լուրջ մասնագիտություն է։ Ուստի միշտ պետք է ստուգել բժշկի կրթությունը, որտեղ է սովորել, ինչ է սովորել, ինչ որակավորում ունի եւ միայն դրանից հետո գնալ ընդունելության։ Իդեպ Տիգրան Մակիչյանը Միլանասպայում օստեոպատիկ ծառայություններ է մատուցելու ընդամենը 3 օր, նոյեմբերի 24-ից 26-ը։ Խնդիրներ ունեցողները կարող են օգտվել բացառիկ հնարավորությունից։ Իսկ Միլանասպա կենտրոնում վստահեցնում են, իրենց հիմնական նպատակն է մատուցել ոչ միայն որակյալ, այլև անվտանգ ու գրագետ ծառայություն։